Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ կազմակերպած ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերի մշտադիտարկում, ազգային եւ միջազգային չափանիշներ, վերահսկողության ընթացակարգեր եւ հասարակական դիտարկման խմբի դերը թեմայով աշխատաժողով։ Նպատակը Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված միջազգային չափանիշներին համապատասխան ինստիտուցիոնալ գործիքակազմի ներդրումը, ձերբակալվածների պահման վայրերում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամների կարողությունների զարգացումը եւ խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելումներ։ Մասնակցում էին ձերբակալվածների պահման վայրերում դիտորդական խմբերի անդամներ, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի ազգային ու միջազգային փորձագետներ։ Ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը կարևորել է միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտելիքների փոխանցումը, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ։ Մասնակիցները դիտորդական խմբի անդամներն են, դիտորդական խումբը ձևավորվել է ներքին գործերի նախարարության կողմից եւ խմբի բոլոր անդամները ներգրաված են, որպեսզի կարողանան արդյունավետ իրականացնել իրենց մանդատը։ Մոնիտորինգային խումբը նոր է ձևավորվել եւ բնականաբար կարիք կա մոնիտորինգային խմբի կարողությունների զարգացմանը։ Մասնակիցներին ներկայացվել են մարդու իրավունքների միջազգային չափանիշները, ազատությունից զրկված անձանց իրավունքները Հայաստանում, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման կարեւորությունը, ինչպես նաեւ հանրային վերահսկողության իրավական հիմքերն ու նպատակը, ակտիվ հարցուպատասխան, տարբեր տեսակետների քննարկում, փորձի փոխանակում եւ ի վերջո արդյունավետ փոխգործակցություն։ Աշխատաժողովն ընթացավ այսպիսի մթնոլորտում։ Աշխատաժողովն անցկացվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդում ծրագրի շրջանակում։